Հարկ մեր Տիրոջ, օրհնյալ է մեր Աստվածը, այս օրհնյալ առիթը նորից նայա մեզ պարգևել։ Գիտեք, մարդ արարածը իր գիտակից տարիքում այնքան հարցերա ուղղում Աստծուն, այսինքն առաջ են գալիս բազում հարցեր։ Եվ Աստված միշտ ունի պատասխան։ Եվ կարող եմ իմ խոսքի վերնագիրը այսպես ձևակերպել. բոլոր հարցերի պատասխանը։ Բոլոր հարցերի պատասխանը։ Եվ որն է Աստծո պատասխանը իր ստեղծած մարդը։ Օրինակ, ասում եմ, ինչու եմ ծնվել մարդը, չէ՞։ Շատ տարածված հարց է։ Աստված պատասխանում է Հիսուս Քրիստոս։ Ասում եմ, ինչու եմ ապրում։ Հիսուս Քրիստոս պատասխանը։ Ինչու պիտի մեռնեմ։ Աստված պատասխանում է, մեկ պատասխան ունի, Հիսուս Քրիստոս։ Իսկ ինչու եմ ես տխուր։ Հիսուս Քրիստոս։ Ինչպես լինեմ երջանիկ։ Հիսուս Քրիստոս։ Ինչպես ես իրոք գտնեմ այդ ճշմարիտ խաղաղությունը։ Հիսուս Քրիստոս։ Ինչպես ես հաջողակ լինեմ իրապես։ Հիսուս Քրիստոս։ Ինչպես ես ճիշտ ընտանիք կազմեմ։ Հիսուս Քրիստոս։ Ինչ անեմ, որ Տեր Աստված իրոք ես քո առջև կանգնելու հնարավորություն ունենամ, երբ արդեն հավատում եմ։ Հիսուս Քրիստոս։ Եվ այսպես շարունակ, բոլոր հարցերի պատասխանը մեկն է։ Հիսուս Քրիստոս։ Ո միայն եթե մարդը իսկապես ուզենա լսի այդ պատասխանը։ Ուզենա ընդունի, որտեղ Աստված ուրիշ պատասխան չունի։ Աստված մարդուն, մարդկությանը մի պատասխան է տվել, իր որդուն է ուղարկել։ Իր միածին որդուն տվեց։ Եվ ահա պատասխանը։ Եթե մարդը իրոք իր հայացքը ուղղի նրա վրա եւ իրոք անկեղծ ուզենա հասկանա, ճանաչի ով է այդ մեկը, Աստծո միածինը, բոլոր իրեն հուզող, իրեն վերաբերող, իրեն հետ կապված, մարդ արարած որպես հարցերի պատասխանը այդ մեկի մեջ է։ Այդ մեկով է բոլոր մեր հարցերի լուծումը տրվել։ Դրա համար նա եկավ աշխարհ։ Դրա համար եկավ ոչ թե ուղղակի մարդու սովորական մարդու պես ապրելու, նա եկավ իրականում մեռնելու, նրա աշխարհ գալու նպատակը դա էր, նա եկավ որ զոհ լինի։ Եվ այդ խաչի վրա տեղի ունեցածի արդյունքում, երբ նա մեռավ խաչի վրա, այդ զոհը տեղի ունեցավ, որպես կատարյալ զոհ, Աստծո արդարության, Աստծո սիրտը բավարարող կատարյալ զոհ, նա տվեց բոլոր հարցերի լուծումը խաչի վրա, իրականացրեց քո իմ բոլոր ողջ մարդկության հարցերի լուծումը նա այնտեղ կատարեց, տվեց պատասխանը բոլոր խնդիրների եւ հնարավորություն նաեւ ընձեռնեց մեզ, որտեւ գինը նա վճարեց։ Եթե նա այդ գինը չվճարեր, մենք չէինք կարող նրա տարած, այսինքն նրա մեզ համար արդեն նախապատրաստած կամ իրականացրած բոլոր այդ հարցերի պատասխաններից օգտվել։ Նա վճարեց ամբողջ գինը եւ դա տեղի ունեցավ իր մահով։ Նա մեռավ խաչի վրա, բայց մեռավ հաղթելով մահին։ Բոլորը մեռնում են պարտված մահից, բայց նա մեռավ հաղթելու համար եւ հաղթեց մահին։ Եվ դրա ապացույցը նրա երրորդ օրը մեռելներից հարություն առնելն էր, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Նա հաստատեց, որ ես հաղթել եմ մահին։ Եվ նա այդ ամենը արեց ինձ համար, քեզ համար։ Եվ Տերը ինչ է հիմա պատվիրում մեզ, բարի լուրը, ավետարանը։ Ասում է, ես շատ թանկին եմ վճարել, որ քեզ ինձ մոտեցնեմ։ Տեսեք, այդ համարը ես կարդամ։ Մենք երբեք չենք կարող Աստծուն մոտենալ։ Մարդը ով էր, որ իր ուժերով, իր խելքով այդ ճամփան գտներ դեպի Աստված տանող։ Ով է մարդը, խեղճ, մոլորված, մեղավոր, վերջապես մթագնած մտքով մարդը առանց Աստծո իհարկե որպես դրա հետևանք։ Տեսեք, առաջի Պետրոս 3-րդ գլուխ 18 խոսքն է։ Վասնզի առաջի Պետրոս 3:18 Վասնզի Քրիստոսն ալ մեղքի համար մեկ անգամ չարչարվեցավ, արդարը անարդարների համար մեկ անգամ նա չարչարվեցավ, արդարը անարդարների վրա, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնե։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։
ու թեպետ ինքը մեռավ մարմնով, բայց կենդանի եղավ հոգով։ Ուրեմն նրա մեռնելու պատճառը ո՞րն էր, ինչու եկավ եւ մեռավ։ Որպեսզի մեզ, որպեսզի ինձ, քեզ Աստծուն մոտեցնի։ Օրտյալ է Տիրոջ անունը։ Ուրիշ կերպ, ուրիշ հնարավորություն չկար մարդու համար, որ մարդը ինքն իր ուժերով գտներ այդ ճամփան եւ այդ մոտենալու հնարավորությունը ունենար։ Հավիտենական անդունդ կար մարդու եւ Աստծո միջև, այսինքն հաստատված մարդու իսկ գործած մեղքի պատճառով մարդը ստեղծեց խնդիրը, բայց Աստված չմոռացավ մարդուն, չմերժեց մարդուն։ Աստված, ինչպես գրված է, չէ, ասում Աստված կերպեր միջոցներ անում, որպեսզի իրենից աքսորված չմնա, Աստված կերպեր միջոցներ անում, որպեսզի իրենից հեռացած աքսորվածը, եւ տեսնում ենք այդ մարդկությունը իրենից աքսորված, իրենից հեռացած, ինքը այն ճանապարհը, այն ելքը ինքը պատրաստեց, ինքը հնարավոր դարձրեց իր միածին որդուն տալով, որպեսզի հնարավոր լինի, որ նորից մենք գանք մեր Աստծուն, գանք մեր այս դեպքում ոչ միայն մեր Աստծուն նրա մոտենանք, այլ գանք մոտենանք մեր հորը, ինչպես են անառակ որդին եկավ մտքերի պատերազմների մեջ էր, տեսնես հերս ինձ կընդունի, տեսնես Աստված ինձ գոնե ծառայի պես կընդունի, հայտնի այդ առակի մեջ հիշում եք, բայց ոնց ընդունեց հայրը, ինքը վազեց ընդառաջ գնաց, գրկեց նրան, չասեց ես ինչ կեղտոտ ցնտոտիների մեջ ես եկե, ես ինչ հոտ է գալիս քո վրայից, հաստատ չէ, վերջ ես ինչ է քո վիճակը, ուր այն փողերը, չգիտեմ ուր այն պատիվը ես ինչ արեցիր, ոչ մի ակնարկ չարեց, ոնց ընդունեց, ասեց իմ կորած որդին գտնվեցավ, իմ մեռած որդին ողջնցավ, իմ մեռած որդին, մեռած էր, ինչու էր մեռած, ոչ թե որ այդ մեղքերն էր գործը, մեղքերը հետևանքն էին, միշտ մենք նայում ենք մեղքերին, հանցանքներին, դրանք հետևանք են, ինչի հետևանք են, հորից հեռու գտնվելու, հորից հեռացած ապրելու, ով հոր ներկայությունից դուրս է գալիս, անխուսափելի է, որ չգործի մեղքեր ու հանցանքներ, այդ է մարդը, մարդուն Աստված այդպես է ստեղծել, տեսեք, հետարքիր է, չէ, որ արարչագործության մեջ, որ նայում ենք, ասենք հրեշտակներին ստեղծել է հատուկ եւ նպատակի եւ ծառայություն իրականացնելու դասեր կան, կարգեր կան հրեշտակներ եւ ամեն մեկին օժտել է տվյալ իր, այսպես ասած, գործը կամ իր ծառայությունը իրականացնելու։ Կենթանական աշխարհը նույնպես, ասենք, շունը ստեղծված, չէ, կապիկ, վերջապես ամեն կենթանու, որ ստեղծել է, այդ կենթանին իր բնությունը իր մեջ կրում է եւ անկախ ամեն ինչից, ինքը միշտ մնում է այդ բնությունը ունեցողը։ Օրինակ ես մեր տանը բակում շուն կա, կապ չունի, կարող եմ մոռանամ, ասենք, եղել է այտենց, որ դիտավորյալ չէ, հացել չտամ, ինքը իր վերաբերմունքը իմ հանդեպ չի փոխում, չի նեղանում ինձանից։ Իր մեջ Աստված դրել է հավատարմության բնություն, ուզում ես ծեծի, ուզում ես սոված թող, ինքը գալիս է ոտերը լպստում է։ Հավատարին, այդ իր բնությունը իր մեջ է, բայց հետարքիր է մարդուն, չէ, ասենք կամ էլ աղավնի է ստեղծել, օրինակ աղավնին չի, հնարավոր չի, որ մի օր, ոնց որ ասած, արթնանա, այսօր ուզում եմ ագրավություն անեմ, չի կարա ինքը, ուզենայել չի կարա, ինքը աղավնի է, ագրավը, ամեն մեկի մեջ իր բնությունը կա, բայց որն է տարբերությունը մարդու, ինչպես ստեղծեց մարդուն, ինչ նպատակով ստեղծեց, ի տարբերություն բոլոր ստեղծվածների, չէ, ասում Աստված մարդուն իր պատկերով ստեղծեց, եւ իր նմանությամբ, թեև նմանությունը հետո մնաց, այդպես ասած, չիրականացած, բայց ծրագիրն այդպիսին էր, որ մարդը եւ իր պատկերը ունենա, եւ իր նմանությունը, իհարկե նմանությունը վերականգնվեց Քրիստոսով հետագայում, երբ որդին եկավ, չէ, այդ գինը վճարեց եւ մեզ վերադարձրեց հոր գիրկը, հոր ներկայության մեջ, բերեց հաղորդակցության մեջ մեր Աստծո հետ, արդյունքում գնալով մեր մեջ վերականգնվում է կամ առաջ է գալիս նրա որդու կամ Աստծո նմանությունը, բայց
Հարկ Տիրոջը, ինչպես է նա ուրեմն, ինչպես ասեցի, մարդուն ի տարբերություն բոլոր ստեղծվածների, ստեղծել է այդ հատուկ նպատակի համար, որ մենք իր փառքի արտահայտությունը լինենք, եւ դրա համար նա նախատեսել է այդպես, որ մենք առանց իր ոչինչ անել չենք կարող։ Տեսեք, շունը, ասենք, եթե թողենք էլ, ինչպես ասեցի, կգնան վերջի ինչ-որ մի ձևով կապ, մարդը իր էությունը այնպիսին, այտենց է ստեղծել, որ մարդը ուղղակի թողելով Աստծուն կամ խզելով կապը իր ստեղծողի հետ, իր ստեղծողը ով է, ստեղծողը կյանքն է եւ մատակարարն է ամեն ինչի կարիքը մարդն ունի։ Դրա համար է Աստծուն այդպեսին ստեղծել, որ մարդը միշտ կապի եւ հաղորդակցության մեջ մնա։ Դրա համար Ադամին զգուշացրեց, որ եթե անես այս բանը կմեռնես, այսինքն կմեռնես ո՞րն է, դու կկորցնես իմ հետ կապը, իմ ներկայությունը եւ արդյունքում դու ինքնուրույն չես կարող ապրես։ Այս հազարամյակներ է մարդը ուզում է ապացուցի, որ ինքը կարա Աստված դառնա, գնալով ոչ միայն Աստված չդառավ մարդը։ Այն սուտը, որ հակառակորդը մատուցեց, չէ, Եդեմի պարտեզում, դուք կլինեք աստվածների պես։ Ոչ միայն Աստված չդառավ, իր ունեցած մարդկային պատկերն է սկսեց կորցնել։ Գնալով այնքան դեգրադացվեց, այնքան ընկավ մարդը, որպես արարած, չէ, կորցրեց իր պատկերը։ Եվ ավելի ու ավելի փաստորեն դարձավ անկարող ու թշվառ միեյակ դարձավ մարդը։ Այս գիտության զարգացում, ձեռքբերումներ, սրանք խապկանք են։ Մարդը, բուն մարդը իր էության ներսով գնալով ապականվել է ու ապականվում է։ Ինչու, որտեվ հաղորդակից չի սրբությանը ճշմարիտ կյանքին։ Սա է դատապարտություն էր սա, բայց Տերը չթողեց մեզ այդ դատապարտության մեջ։ Նա սիրելով մեզ իր որդուն ուղարկեց, ասում այնպես սիրեց, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, չէ, 3:16 Հովանում։ Տեսեք, մոտենալու հետ կապված մի քանի համարներ կարդամ ու ամփոփեմ իմ խոսքս, որտեվ ասում է Հիսուսը այդ գինը վճարեց, որ մեզ Աստծուն մոտեցնի։ Եղբայրներ քուրեր, ես հավատում եմ, որ մենք այս կամ այն չափով մոտ ենք Աստծո հետ։ Մեր, չէ, Տիրոջը մոտ ենք, թե չէ։ Բայց վերջերս աղոթք էի անում, օրեր առաջ էր, Տիրոջից այսպիսի խոսք լսեցի, առատ Տիրոջից, և հետևյալն ասեց, իմ զավակները չեն կարևորում ինձ հետ մտերմությունը, և այն մոտիկությունը, որ ես ուզում եմ, որ նրանք ունենան ինձ հետ, նրանք այդպես չեն կարևորում։ Ես Տիրոջից առա, այսինքն կարելի է լինել հավատացյալ, եկեղեցի գնալ, աղոթել, ինչու՞ չէ քարոզել, բայց Աստված արդյոք դրանց է նայում։ Առաջին հերթին ինչին է նայում։ Նայում է դու, ամեն ծնող, ինչով է ուրախանում։ Այդ երեխան վերջը ինչ-որ ծնողի անունն է տալիս, վերջը հենց ծնողի մասին լավ բաներ է պատմում, թե ծնողի հետ հարաբերություն, մտերիմ չէ, հաղորդակցություն ունենալը, ծնողը դրա կարիքն ունի, որ իր երեխան իր հետ մտերիմ լինի, մոտիկից շփվի, մոտիկից կիսվի, վերջը ամեն բան ծնողի հետ ինքը փորձի բաժնեկցել, չէ, ամեն բարի բան ինչպես, եւ մեր հայրը որքան է ուզում, նա մեր Աստվածն է, բայց նա մեր հայրն է, նա ուզում է իրեն մեզ որպես հայր ավելի մոտիկից ճանաչացնի, ախր ասում է ես քո հայրն եմ։ Ինչու ես այդպես վախվորած կամ ինչու ես ինչքան տարածված բան կա, չէ, ասենք իրար ասում ենք, գիտեմ, մեզ համար, ինձ համար աղոթք արեք էլի, բայց շատ դեպքերում իրոք տեղին, չէ, հարց է հիմա, Աստված իրոք տալիս է, ասում է, իսկ դու ինչու չես աղոթում, ինչու ես ասում ուրիշները աղոթեն, դու իմ երեխան չես, դու իմ աղջիկը չես, դու իմ տղան չես, այդ ինչու ես մտածում, որ ուրիշների աղոթքը պիտի ես լսեմ քեզ համար։ Ես ուզում եմ հենց քո աղոթքը լսեմ, դու համարցակ ինչու չես գալիս իմ առաջ, համարցակ, չէ որ ինձնից ծնված դու իմ երեխան ես, և քո սիրուց ես ոչինչ չեմ խնայել, Հռոմեացիների 8-րդ գլխում, չէ այդ խոսքը ասում է, եթե իր որդուն չխնայեց միածին, ինչը կխնայի, ամենաթանկը տվել է արդեն, այդ ինչ մտայնությամբ ես գալիս աղոթներ անում, արդյոք Աստվածը տենց աղոթներ է ուզում լսի,
խորթ երեխու հոգեբանությամբ։ Խորթ երեխեքին հատուկ դա։ Տենաս ոնց կվարվի մայրս կամ հայրս, չէ, տեսնես կընդունի, չի ընդունի, հաց կտա, չի տա։ Խորթ երեխեն ես դու։ Աստված հայտարարում եմ ըստ Աստծո խոսքի։ Խորթ երեխեք չունի։ Աստված ունի կամ ունի հարազատ երեխեք կամ երեխեք ուրիշ չունի, ուրիշ տեսակ։ Նա բոլոր երեխաները հալալ Իրանից ծնված երեխեքն են։ Եվ բոլորը նույն իրավունքով օժտված, Տերը չի ասել նրան շատ եմ իրավունք տալի ինձ մոտենա, այս վերջերս իմ տղեն էր, այդպես ուղղակի խոսում էինք ինչ-որ հարցի շուրջ, ասում է դե Պողոսի նման ով կարա ավելի այդպես նվիրվի Աստծուն, ասի եթե գտնվի մեկը, որ օրինակ Պողոս առաքյալից ավելի նախանձավոր դառնա նվիրվելու, ավելի մեծ չափի, Աստված չի ասի, գիտես Պողոսը ոնց որ սահմանային չափն է, դու ավել չես կարա ինձ մոտ։ Տերը միշտ պատրաստ ասում է, ուր այն մարդը, որ ուզում է ինձ մոտենա, եւ այդ համարը ես կարդամ։ Տեսեք Երեմիա մարգարեություն 30-րդ գլխում է գրված 21 խոսքի երկրորդ մասն է։ Վասնզի ով է անիկա, ով է նա, որ իր սիրտը պատրաստեց ինձի մոտենալու։ Հարց է տալիս, ման է գալիս, ասես նայում է իր աչքերը, աշխարհի վրա հավատացյալներ շատ կան, բայց ով է այն հավատացյալը, որ կարևորել է այս հարցը, ով իր սիրտը պատրաստեց ինձ մոտենալու։ Աստծուն մոտենալու համար համապատասխան սիրտ է պետք, սրտի վիճակ է պետք։ Հենց այնց ասում ենք, չէ, Տերը շատ է ուզում մոտենանք, բայց իրեն մոտենալը, ինչպես Սաղմոսի մեջ չէ, ինչպես էր գրված, ասում է, Աստծուն մոտենալս Ասափի Սաղմոսներից է, 73-28-ն է, Աստծուն մոտենալս ինձի բարի է, դու քեզ համար ճշտես, որ Աստծուն մոտենալը քո համար բարի է, քո համար խիստ կարևոր մի բան է, ինչու, որտեվ հայրն Աստված ինքն է քո կյանքը, Քրիստոսն է քո կյանքը, այդ կյանքին ինչքան մոտենաս, այնքան կառնես, այնքան կլցվես, այնքան կնմանվես իրան։ Հերվից Հիսուսին չես կարա դու նմանվես, դու պիտի ճաշակես մոտիկից, ու հայրը այդպիսի մտերմություն է ուզում։ Կամ մի ուրիշ տեղ այդպես է ասում, Սաղմոս 25-14, ասում է Տիրոջ ընտանություն, այդպես կարանք թարգմանենք, մտերմությունը, մոտիկությունը նորից իր մեջ վախցողների հետ է։ Ում հետ է Տերը մոտիկ, Տիրոջ ընտանությունը իրանից վախցողների, ովքեր Աստծո ներկայությունը այդպես կարևորում ու դողում են դրա համար։ Այդ վախը, սուրբ վախը իրենց սրտում ունեն, որ միշտ իրանց Աստծուն հաշվետու ապրեն, իրենց Աստծուն ուրախացնելու հետևից լինեն, նրա կամքը կատարելու միշտ։ Ահա մեր կոչումը ինչի համար է հավատացյալ, քրիստոնյա հավատացյալ։ Մենք պիտի հաստատենք, որ մենք հենց այդ անունը չենք վերցրել մեզ վրա։ Մենք այս օրերի մեջ այն մարդիկն ենք, ինչպես առաքյալները եւ մյուս սուրբերը իրենց ժամանակներին, որ հերթական անգամ ապացուցենք, որ Քրիստոս նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Մեր ապրած կյանքով, մեր փոխված կյանքով, մեր վրա Աստծո խոստումների իրականացման եւ այդ շնորհների երևալու արդյունքում որպես ապացույց։ Թե չէ, ուղղակի անունը վերցնել ու հաշիվ չտալ, էսում անունն եմ ես կրում։ Ախր չէ որ մենք կանգնելու ենք նրա առաջ, Տերը դրա համար հիմա ուզում է մենք մտերմանանք, մոտիկից ճանաչենք, որտեվ եթե չգնանք ավելի մոտ չուզենանք մենք լինել, մենք իրան չենք ճանաչի ինչպիսին որ է, որտեվ ինքը շատ բաներ ունի իր մասին հայտնելու, ով է ինքը։ Իր մասին գիտեցողներ շատ կան, բայց բուն իրեն ճանաչողներ այդքան շատ չեն։ Իսկ նրան ճանաչել հնարավոր է միայն համապատասխան այդ մոտիկությունը ունենալուց։ Բայց հարց, ինչ չափի մոտենալ։ Տեսեք, Հիսուսի վճարած գինը, այն գինն է, որ Աստված ոչ թե մեզ ֆիզիկապես մոտեցրել ասենք, մինչև իր առջև կանգնելը, թե վինուխտում կային անհատներ եղան, որ կանգնում էին, չէ, ասենք Եղիան ասում է, որ այն Աստվածը, որի առջև կկանգնեմ օրինակ։ Չէ, Մովսեսը, մյուսը, կային այդպիսի անհատներ, չէ, որոնք կանգնում էին Աստծո առաջ։ Բայց այդ մոտիկությունը հիմա չի բավարարում Աստծուն,
որ ասենք անգամ Եղիան եւ Մովսեսը որպես բացառիկ մարդիկ կարող ասեք, «Էս ինչ ես ասում, եղբայր»։ Ես հիմնվելով Աստծո խոսքի վրա եմ ասում։ Հին ուխտի մարդիկ Աստծուց չէին ծնվել, նրանք վերստին ծնունդ այդ իմաստով չունեին, բայց մենք ծնվել ենք մեր հորից, նրա հոգուց եւ նրա խոսքից, չէ՞։ Եվ Տերը ուզում է մի ուրիշ մտերմություն ունենա, մենք ուղղակի որպես նրան ներկայացնող աշխարհի մեջ նրա որդիները, նրա աղջիկներն ու տղաներն ենք, չէ՞։ Եվ այդ մտերմության համար Տերը շատ թանկ գին է վճարել, որ դու սահման չդնես, ասես այ մինչև ստե կմոտենամ, չէ, Տերն ասում է ոչ թե ինչ ասելա, սիրո մեջ չափ կա արդյոք։ Այ եթե այդ սերը քո մեջ իմ մեջ ավելի բորբոքվի, այդ սերը չի թողի ինձ չափ չի դնի, ասի գիտես մինչև ստեղ սիրիր։ Դες բան չկա, սերը անսահման է, չէ, գնում է միշտ ասում ավելի վայելեմ, ավելի մոտիկից ճաշակեմ։ Եվ Տերը այդ իմաստով չի դրե ոչ մեկի առաջ սահման։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրեմն եւ առաջի Կորինթացիների 6:17-ում ասում է Տիրոջը մոտեցողը, տեսեք, անոր հետ ինչ, մեկ հոգի կլա։ Տիրոջ հետ մոտեցողը եւ իսկապես երբ մեկը մոտենում է, չէ՞ որ Աստված հոգի է, եւ ավելին այդ հոգի Աստվածը եկել է մեր մեջ, ու եկել է մեր մեջ նա բնակվելու եւ բնակվում է, բայց նա ուզում է մի ուրիշ ազատություն ստանա մեր մեջ։ Գիտեք, ոչ թե նա չի այդպես իր ամենակարողության մեջ մեր կամքի այդպես վրայով չի անցնում, նա սպասում է դու երբ այդ տեղը իրան կտաս։ Ինչպես երկրորդ Կորինթացիների այդ նամանի մեջ, համարի մեջ ասում է արտերը հոգին է, եւ ուր Տիրոջ հոգին կա, չէ՞։ Հիշում եք ինչ ասում, եկեք կարդամ մի հատ նորից։ Շատ կարևոր խոսք է դա, ես անդադ մեջ բերում եմ անում սա, որտեղ մեր հարցերի բոլոր լուծումը այս ճշմարտությունը իսկապես արժևորելու եւ ապրելու հետ է կապված։ 17 խոսքն է, 3-րդ գլուխ, 2-րդ գլուխ, արտերը հոգին է, մեծատարով հոգին։ Եվ ուր Տիրոջ հոգին կա, հոն ազատություն կա։ Տեսնում եք, նա եկել է, որ այդ ազատությունը մեր մեջ իրական ճիշտ ազատությունը բերի, բայց որ դեպքում կարա բերի, ճիշտ է նա մեր մեջ է, մենք մկրտվածներ ես ասում ենք Սուրբ Հոգին եկել է մեր մեջ է, բայց ասում արտերը հոգին է, նա եկել է Տեր լինի, նա եկել է քո Տերը լինի։ Հիսուսն ասեց, ես գնում եմ, որ մխիթարիչ ուղարկեմ, որ նա գա եւ ձեր մեջ ձեզ հետ կլինի, ու ամեն ճշմարտության նա կառաջնորդի ձեզ։ Տերը այդպիսի ուրեմն չափ է նախատեսել մտերմության եւ այդ մոտիկությունը, ինչպես ասեցի, ոչ թե դրսից մոտիկություն, այլ ներսից։ Նա եկել է մեր ներսը, մեր մեջ է ապրում։ Դուք իմ մեջ եւ ես ձեր մեջ, Հիսուսը Հովհաննես 15-ում ասեց, 4-րդում ասում է, չէ, առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Իմ մեջը սկեցեք է դու ասում է, եւ ես ձեր մեջ։ Փոխադարձաբար այդպիսի դիրք հին ուխտի ոչ մի մարդ չի ունեցել։ Աստված քո մեջ է։ Տիեզերքի արարիչը, իր Սուրբ Հոգի Աստվածը եկել է քո մեջ, Տեր հոգին։ Ես սպասում եմ համապատասխան, վերաբերմունքի համապատասխան։ Եթե մենք այդ տեղը, այդ վերաբերմունքը չցուցաբերենք, չտանք իրան, ինքը չի բռնի ուժով մեզ փոխի դարձնի, փոխակերպի, անի այն ինչ որ ուզում է։ Ամփոփելով խոսքս։ Բոլոր հարցերի պատասխանը նա է։ Եվ նրա հետ ունեցած մեր հարաբերությունները իրական ճիշտ որոշելու են վերջնարդյունքը։ Մենք նրա հետ կապրենք հավիտյան թե չէ, եղբայրն ասեց, եթե ստե մենք նրան չճանաչենք ու չփոխվենք, չէ։ Ոնց Աստծո հետ հավիտյան են էլ գնանք ապրելու։ Ուրեմն այդպիսի ճշմարտություն կա, որ բացահայտ հաստատված Աստծո խոսքով իհարկե, երկին գնալու է նա, ով երկնքից է եկել։ Իսկ երկնքից մեկն է եկել, Քրիստոսը։ Ուրեմն ինչը Քրիստոսից չի, երկինք չի գնալու։ Լսում եք։ Եթե մենք չնմանվենք իրան, չհակնենք իր բնությունն ու էությունը, չթողենք ինքը մեկանա մեր հետ եւ մենք իր հետ, այդ մեկացման արդյունքում մենք կգնանք։ Հիսուսից դուրս մնացած հավատացյալները ինքնուրույն ինքնագլուխ ապրող, նրանք երկինք չեն գնա։ Եկեք ոտքի կանգնենք։ Իրոք
մի համարել լավ համար կա Սաղմոս 65:4, ոտքի վրա ասեմ ու աղոթենք։ Սաղմոս 65:4 Այսպես է գրված, Աստծո խոսքը այսպես է ասում, տեսեք, Երանի 65:4 Երանի անոր, ում երանի է տալիս, զոր կընտրես, որին ընտրում ես, ու քեզի կմոտեցնես։ Ուրեմն պարզ է, որ մեր մոտենալը նրա մոտեցնելու հետևանքն է։ Եթե նա մեզ չմոտեցներ, որդու զոհը դրա համար էր, այդ զոհով, այդ գինը վճարելով հնարավոր եղավ, որ ես եւ դու մոտենանք։ Եվ այստեղ ասում է զոր կընտրես, դա է մեզ ընտրել։ Արդյոք դա ճշմարիտ չի։ Դու ով կարասի ես եմ իրան ընտրել։ Չէ, ես ընտրել եմ որպես հետևանք իր ընտրության։ Եթե նա ինձ չընտրեր, ես որտեղից ընտրեի նրան։ Ես որտեղից գտնեի իմանայի ընդհանրապես։ Դրա համար ասում է Երանի նրան զոր կընտրես ու քեզի կմոտեցնես եւ շարունակությունն էլ, որպիսի բնակվի քու սրահներուդ մեջ։ Մոտեցնես, որպիսի, ուրեմն նա ում որ ընտրում է, հաստատ մոտեցնելու համար է ընտրում։ Որ բերի, այնքան մոտեցնի, որ մեկանան իր հետ։ Այդ չափի է մոտեցնում, զուլում է մեզ իր հետ։ Մենք մեջտեղից դուրս ենք գալիս, եթե այդ իսկապես հավատն ու սերը դրսևորենք, մնում է ինքը իր կյանքն է մնում։ Ճիշտ է, երևույթով Պողոսն է, Պետրոսն է, վերջը, այստեղ ամեն մեկը կարա իր անունն է տա առանց հանդիմանվելու։ Տերը քեզ դրա համար ականջ է, բայց ներսով էությամբ Քրիստոսն է։ Ինչ հրաշալի ծրագիր, որ Տերը արդեն ի գործադրե։ Արդյոք կկարևորես Տիրոջը մոտենալ այդպես։ Թե կասես, այսքան հերիք այլ եկեղեցի եմ գնում, դե աղոթում եմ, դե վերջ ինչ որ բաներ ասում են անում եմ։ Օ, չէ, Տերն ասում է, ես հարաբերություններ եմ ուզում առաջինը։ Հետո մնացած բանը։ Ես քո մտերմությունն եմ ուզում վայելեմ։ Դու իմ տղան ես, դու իմ աղջիկն ես։